ժամանակը սպասարկի մրցավարական հետևյալ անձնակազմը։ Ուշադրություն, բարև ձեզ հարգելի մարզասերներ, երկրորդ տեղը գրավեց հիմա, Ալաշկերտն է գրոհում փոխանցում Տուգանային հրապարակ Եդիգարյան, վրիպեց Ալեքսանդր Կարապետյանը, հետո էլ Արտակ Եդիգարյանը այսպիսի հնարավորություն է կորցնում Ալաշկերտը, շատ լավ փոխանցում կատարեց Խամես Սանտոս Դասնևեսը և վերջին պայն 8 և 3 ոչ ոքի գրանցվել, իսկ վերջին 4 խաղում Ալաշկերտը ոչ մի հաղթանակ չունի։ Արարատարմենիայի նկատմամբ հարված է հետևում դարպասին և շատ վտանգավոր էր Ռումյան Օվսեփյանն էր։ Արարատարմենիայում դիրքային գրոհները խնդիր են։ Արարատարմենիայում դիրքային գրոհները խնդիր են եղել նաև Շիրակում և Արարատում, բայց դա կարողացել է Բիչախչյանը կոմպենսացնել, վտանգավոր է Օվսեփյան, ուր է ուղարկում գնդակը։ Թեփրկեց Երմակովը, տեսեք ինչ լավ փոխանցում է կատարում Ալեքսանդր Կարապետյանը և կարծես թե այո Սևա Երմակ փոխանցում Տուգանային հրապարակ, առնաշփոթ իրավիճակ էր, բայց ունի արագաշարժ ֆուտբոլիստներ ու նրանք կարողանում են եղանակ ստեղծել, դա աներկբա է։ Տիագո Կոելյո Անդրադը շատ լավ շրջանցեց մեկ ֆուտբոլիստի Արման Հովհաննիսյան, արդյոք խաղթում չկար։ Երբ Հովհաննիսյանն է այսպես խաղում, առաջին հայացքից մի քանի դրվագ է գալիս աչքիդ առաջ, ստանալպես Էրլինգ Հոլանի հետ կապված։ Գնդակին խաղաց Հովհաննիսյանը, շատ ռիսկային էր իրացնում Տուգանային հարված, փոխանցում Տուգանային հրապարակ հարված էլ հետևեց և բավականին վտանգավոր էր Դիդիե Կադիո Բորիսներ։ Խամես Արցից դեպի Կարապետյանը և 1-0 ոչ գնդակը չի հայտնվում դարպասում, ինչ դիրքից է վրիպում Ալեքսանդր Կարապետյանը, սխալվեց Երմակովը և Կարապետյանը չի կարողանում գրավել դարպասը, հարվածեց ուղիղ Երմակովի վրա, եթե ճիշտ հասկացա, հա կրկնապատկերը Մկրտչյանը տանուլ տվեց, այո, այսպես չեն հարվածում։ Լիմա, Հովհաննիսյան, փոխանցում Տուգանային հրապարակ, Ֆիրմինուն խլեց գնդակը, Տանգու Գոմեից շարունակվում է հյուրերի գրոհը, փոխանցում Աչեզր, Ալեմաո, մեկ հպումով շատ լավ հարված էր գոլ, գոլ շքեղ գոլի հեղինակ է դառնում Ալեմաոն, զգացվում էր, որ ամուր հարված է կատարելու, ինչ լավ ընդունեց և Օթապարիկով իջեցրեց գնդակը, Չանչարևիչի պաշտպանած դարպասի հեռավոր անկյունում ու 1-0, չես խփում, դու խփում են քեզ, մի փոքր ուշ աշխատեց այս օրենքը, բայց աշխատեց։ Կարապետյանի վրիպմանը Ալեմաոն պատասխանում է ուշք ու հարվածով։ Եդիգարյան խանցում դեպի Կարապետյանը, ընթացքից է հարվածում Կարապետյանը և դարպասած զողն է փրկում։ Հերթական հնարավորությունը Կարապետյանի, ինչ լավ նստեց գնդակը ձախ ոտքին և հայլուն հնարավորություն է կորցնում Ալաշկերտը, բարդ է ասել նույնիսկ կորցնում, բախտը ժպտաց այստեղ հյուրերին, տեսեք, ինչ երկար նայեց գնդակին Կարապետյանը, որպեսզի միլիմետրերի ճշգրտությամբ դիպուկ հարված կատարի, բայց հորիզոնական դարպասած զող կար այնտեղ, Երմակովը քարացած նայում էր ինչ է կատարվում, այստեղ տեսեք ինչ լավ իրքում ստացավ, բայց որոշեց պտտվել և երևի թե փորձում էր աջ եզր ուղարկել գնդակ։ Արձավիճակի առավելագույնը ցույց չի տալիս հիմա, քանի որ կա Սուլիչը, Եդիգարյան փոխանցում է կատարում և Երմակովը հեռացնում է գնդակը ու լսվում է մրցավարի Սուլիչի ձայնը, վերքու կենտրոնում համար 23 Ստիոպա Մկրտչյան և համար Գասպարյանի Սուլիչը, Եդիգարյանը պատրաստ է հարվածել ցածրից, Երմակովը հետ է մղում գնդակը առաջին կեսում մի քանի ստանդարտ իրացրեց Արտակ Եդիգարյանը բոլոր գծերում,
ուժեղացնելու, դերևս բացառությամբ պաշտպանության կենտրոնի փոխանցում վտանգավոր է եւ գոլ։ Գոլ Ալաշկերտը խփում է պատասխան գոլը, իսկ արդյոք այնտեղ խաղի կանոնների խախտում չկար, ոչ, Անան Մեսան է կարծես գոլի հեղինակը, շատ խառնաշփոթ իրավիճակ էր, հիմա Արման Հովհաննիսյանը եզրային պաշտպանի հետ է վիճում, սպասենք կրկնապատկերին։ Հեռավոր դարպասած զողի մոտ ուղարկեց գնդակը Եդիգարյանը եւ Երմակովի գործողություններում անվստահություն նկատվեց, Մեսահը հարվածեց ոչ, այստեղ խաղի կանոնների խախտման մասին խոսք չկա, բայց գոլի հեղինակը Վլադիմիր Դիասն է, ոչ թե Անան Մեսա, թե Մեսան էր ամեն դեպքում։ Իսկ հիմա Ալաշկերտը ունի հնարավորություն եւ տարածություն, 3-3-ի դիմաց Տերան միանում է, 3-4-ի դիմաց արդեն Վլադիմիր Դիաս։ Ինչ ամփույթ եւ թույլ արված կատարեց եւ ինչ ստացավ պատասխան փոխանցումը, եւս մեկ խաղարկում, այս փոխանցումը լավը չէր, բայց կարելի է հարվածել Հովհաննիսյանն էր ձախ ոտքով կրակում եւ կրնկով Ալեմովն ստացավ գնդակը փոխանցում եւ դարպասած զողը Արտակ Գրիգորյան Արտակ Եդիգարյան դեպի Տուգանային հրապարակ Երմակովն է սխալվում եւ Դուարտե Վիրոյի հրավիրում Ալեմովին Վերջինս փոխանցում է կատարում Տուգանային հրապարակ շատ լավ հնարավորություն էր եւ Գևորգ Ղազարյանը վրիպում է Եվ հիմա Արատ Արմենյանը փորձում ակա գրոհել, բայց խախտել է կանոնները Էզան Այո Վլադիմիր Դիասը Բուրբանոյի հետ խաղաց, նորից Դիաս Խամես, փոխանցում Տուգանային հրապարակ հարվածեց Վլադիմիր Դիասը, բայց շեղ է ստացվում Այսպես զարգացան իրադարձությունները ու վերջ ավարտված է հանդիպումը Արտեմ Բիչախչյանի եւ Կարեն Բարսեղյանի մենամարտը ավարտվում է ոչ ոքի